Զարի Փոստանջյանը ամենակարևոր հարցը չուղեց Սերժ Սարգսյանին Ստրասբուրգում, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը։ Ըստ նրա պետք էր բարձրաձայնել Հայաստանում ռուս սահմանապահների վարքի մասին։ Առավել ևս որ այդտեղ նստած են ռուսական ներկայացուցիչներ դիվանագիտական պատասխանատվության մակարդակով։ Հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը չի կարծում, որ Զարի Փոստանջյանը սխալ հարց է հնչեցրել սխալ վայրում։ Նա գոհ է նաև Տիկին Փոստանջյանի հարցի ձևակերպումից, նշելով, որ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի կամքով չի ընտրվել, բնականաբար նրան անձնական բնույթի հարց պետք էր ուղղել, ինչը եւ արվեց։ Կարող էր հարցնել ինչպես է ձեր տիկնոջ առողջությունը։ Փոխարենը նա ընտրեց այնպիսի անձնական հարց, որը հասարակական հնչեղություն ունի։ Ստրասբուրգի ամբիոնից Սերժ Սարգսյանի կազինոներում 70 միլիոն եվրո տանուլ տալու մասին հարցը միանշանակ չեն ընդունում նաև մեր քաղաքացիները։ Հիմարություններ, դանկիրթ արտահայտություն ինչպես կարելի է Հայաստանի սահմաններից դուրս էր եւ չէր կարելի։ Նման միջավայրում իստում էր այդքան էլ գեղեցիկ չէր։ Խոդանջան կլինի, թե Պողոսյան կլինի, թե Պետրոսյան կլինի, առաջի եւ դեպի իրենք իմանան։ Ինչը ով էր Սերժ Սարգսյանը։ Այսպես փողոցում այդ բացին չեն խոսում։ Ոչ էլ Ստրասբուրգում են խոսում։ Պետականության մեր ռեյտինգն է գցում։ Նա ամեն ինչ ընդհանրապես պետք է չափի մեջ լինի, ինչպես նաև խոսքի ազատությունը։ Ինձ թվում է անտեղի բան չի ասվում։ Բարձր արտակից չէր կարելի այդպիսի արտահայտություններ անել նախագահի հասցեին։ Ծուխը առանց կարագի չի լինում, տղա ջան, ուրիշ բան չեմ ասում։ Ուրիշ ջան դուք կպատասխանեք